նախորդ դասի թեման ո՞րն է եղել։ Ով է հիշեցնում, Գուրգեն։ Տեխնական մատայրիկեր Ցուցվանգ, ապրես։ Այո, մեր նախորդ դասի թեման եղել է ցուցվանգը։ Մեր այսօրվա դասի թեման է երեխաներ Տիգրան Պետրոսյանի կյանքը, գործունեությունը եւ ռազմավարությունը։ Նպատակն է ծանոթացնել աշխարհի ներորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կենսագրական կարևորագույն փուլերին եւ նրա խաղաղոճի առանձնահատկություններին։ Դասի վերջնացիքում երեխաներ դուք բոլորը կկարողանաք թվարկել Տիգրան Պետրոսյանի չեմպիոնության տարիները, ինչպես նաև կկարողանաք վերլուծել պարտիաներից մեկ դրվագ կիրառելով ՏՀՏ գործիքներ։ Դե ինչ, սկսենք ուսումնասիրել Տիգրան Պետրոսյանի կյանքը։ Երեխաներ, Տիգրան Պետրոսյան, երկաթե Տիգրան, շախմատի արքան, ով նվաճեց աշխարհը իրանավիկ պաշտպանությամբ եւ երկաթյա կամքով։ Իսկ ինչու է կոչվել երկաթե Տիգրան, ով կարող է ասել։ Արփիկ։ Այո, նա Արարատ թիմի երկրպագու է մեծ։ Նա նաև փիլիսոփա է, երեխաներ, նրա մասնագիտությունը։ Փիլիսոփա եւ գիտնական։ Երկաթե Տիգրանի խրատը, երեխաներ։ Շախմատում ամենակարևորը համբերությունն ու ուժեղ կամքն է։ Երբեք մի հանձնվեք, նույնիսկ եթե իրավիճակը բարդ է թվում, երեխաներ, երբեք չպետք է հանձնվեք եւ միշտ պայքարեք։ Ացիան համար, հարցեր քննարկման համար։ Հիմա ուշադրություն, երեխաներ, պատասխանում ենք հետեւյալ հարցերին։ Իսկ դուք սիրում եք շախմատ խաղալ։ Այո։ Սարքենիկ ոտքի կանգնի, որ փաստը քեզ ամենաշատը զարմացրեց կամ դուր եկա, որ փաստը Տիգրան Պետրոսյանի։ Հա, դա զարմացրեց, Գուրգեն, քեզ ինչ զարմացրեց։ որ նա 10 տարի պարտության է։ Ահա, շատ լավ։ Ասա, Մելանյա։ Ինձ զարմացրեց, որ նա փոքր հասակում կորցրել է ծնողներին, բայց չի հանձնվել։ Շատ ապրես։ Ինչ կարող ենք սովորել երեխաներ Տիգրան Պետրոսյանի կյանքից։ Ասում եմ, Նատալի։ Որ ինչքան էլ իրավիճակը բարդ է, մենք պետք է չհանձնվենք եւ առաջ գնանք։ Երեխաներ, ձեր դասընկեր Արմենը իր մայրիկի հետ հետաքրքիր տեսանյութ է պատրաստել եւ երեկոյան ուղարկել էր ինձ։ Եկեք տեսնենք, թե ինչ է պատրաստել Արմենը իր մայրիկի աջակցությամբ։ Ուշադիր։ Արմեն, իսկ դու ինչ հայտնի շախմատիստների ես ճանաչում։ Ամենահայտնի հայ շախմատիստը Տիգրան Պետրոսյանն է։ Իսկ դու գիտես, որ Տիգրան Պետրոսյանը սկսել է շախմատ խաղալ 8 տարեկանից։ Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցվել է 1945 թվականին։ Երեխաներ, հիմա մենք ճամփորդենք այն երկիրը, այն մայրաքաղաքը Թբիլիսի, որտեղ ծնվել է Տիգրան Պետրոսյանը։ Կկատարենք ճամփորդություն։ Մենք միասին կգնանք Թբիլիսի, լավ, ուշադրություն էկրանին, մենք ճամփորդում ենք երեխաներ։ Դեպի այն վայրը, որտեղ ծնվել է Տիգրան Պետրոսյանը։ Այդ Թբիլիսիում կա հայկական եկեղեցի, երեխաներ, որը կոչվում է Նոր Էջմիածին եկեղեցի։ Գնանք գնացել եք, շատ լավ։ Գնանք մի հատ էլ այդ եկեղեցու տարածքում շրջենք, լավ։ Ահա, մենք հիմա եկեղեցու ներսում ենք, երեխաներ, գտնվում։ Սա հայկական եկեղեցի է, որը կոչվում է Նոր Էջմիածին եւ գտնվում է դարձյալ Հավլաբաղ թաղամասում, երեխաներ։ Իսկ հիմա ժամանակն է, որ մենք վերադառնանք ուր? Հայաստան։ Այո, վերադառնանք Հայաստան։ Ես տեսնենք, լսում եմ։ Իսկ կարող եք մեր դպրոցի գտնել։ Իհարկե, մենք մեր դպրոցին ենք գնալու։ Եթե մենք վերադառնում ենք Հայաստան, մենք նաև գնալու ենք մեր դպրոց։ Գալիս ենք շախմատի տուն։ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն ենք գնում, երեխաներ։ Մոտեցանք շախմատի տանը, ահա, սա Տիգրան Պետրոսյանի երեխաներ անվան շախմատի տունն է։ Շենքը յուրահատուկ կառուցվածք ունի, այն կառուցելիս նմանեցրել են շախմատային նավակին։ Իսկ
Այն ինչ ճամփորդություն, եթե մենք չենք գնալու նաև մեր սիրելի հարազատ դպրոցը։ Ուշադրություն, հիմա մենք գնում ենք դեպի մեր դպրոց։ Գալիս ենք Արմավիրի թիվ 2-րդ դպրոց։ Այն մեր դպրոցն է երեխաներ։ Իհարկե սա մինչև վերանորոգումն է։ Մենք հիմա գտնվում ենք Արմավիրի թիվ 2-րդ դպրոցում։ Սա այն վայրն է, որտեղ դուք կատարել եք ձեր առաջին քայլերը եւ որտեղից դուրս են գալու մեծ գիտելիքներ ձեռք բերած երեխաներ։ Լավ, երեխաներ, հիմա մենք տեղափոխվեցինք Լիչես հարթակ, որտեղ վերլուծելու ենք Տիգրան Պետրոսյան, Վլադիմիր Սիմագոնի հայտնի պարտիաներից մեկը։ Այս խնդիրը վերլուծելիս կտեսնեք, թե ինչպիսի հետաքրքիր եւ ուժեղ հնարների միջոցով Տիգրան Պետրոսյանը կարողանում է հաղթել իր մրցակցին եւ Վլադիմիր Սիմագոնին անձնատուր է լինում այս խաղի պատճառով։ Հիմա մենք փորձում ենք գտնել ճիշտ տարբերակը։ Երեխաներ, ես տեսնում եմ, որ թեժ քննարկում է տեղի ունենում եւ կարծեմ բոլորը արդեն խնդիրը լուծել են եւ ունեն ճիշտ պատասխան։ Ով է մոտենում, Արմենը արագ է լուծել, Արմեն, արի տեսնենք ինչպես է լուծել այս խնդիրը, ինչ քայլ է կատարել Տիգրան Պետրոսյանը եւ կվերլուծես առաջին քայլով ինչ ես անում, Արմեն։ Կամ ինչպես է խաղացել։ Այո, ինչե վերջ ավարտի խաղը։ Լավ, տեսեք, թե ինչպես է իրականում խաղացել երեխաներ։ Տիգրան Պետրոսյանը հենց այսպիսի ուժեղ երեխաներ հնարի միջոցով սպիտակները կարողացել են հաղթել։ Երեխաներ, հիմա մենք բաց ենք անում QR կոդը դասագրքի, տեսնենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ։ Ուշադրություն։ Սեղմում ենք ու պատասխանում ենք հարցերին, որ նկարում է պատկերված Տիգրան Պետրոսյանը։ Ընտրում ենք։ Ապրեք, հաջորդ հարցը։ Աշխարհի որերով չեմպիոնն է Տիգրան Պետրոսյանը, առաջին, 4-րդ, 9-րդ, 13-րդ։ Ապրես։ Ասա Լեոնիդ, ինչ որ բան ես ասում ես։ Նկարը։ Իհարկե, ինչ նկար է տեսնենք։ Տիգրան Պետրոսյանի։ Տիգրան Պետրոսյան, մոտեցիր։ Տեսնենք ինչ նկար ես բերել մեզ համար։ Օ, Լեոնիդ, սա դու ես նկարել։ Երեխաներ, նայեք։ Ուղղակի հրաշք է, շատ ապրես Լեոնիդ։ Երեխաներ, շնորհակալ եմ բոլորին լավ մասնակցության համար։ Այսօր պատրաստել եմ ձեզ այսպիսի ելքի քարտեր։ Այստեղ կան երկու առանցքային հարցեր։ Այս հարցերը կլրացնենք, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ սովորեցիք դուք այսօր եւ ինչն էր հետաքրքիր։ Լավ, բոլորին կբաժանեմ այս քարտերը։ Արագ մռացի, արագ մռացի, որպեսզի ես ուզում եմ մեր երեխաներին, ովքեր մի փոքր ակտիվ էին, այսպեսի թագ են նվիրել Արմենին, Դովլատյան, նա այսօր ավելի արագ խնդիրը լուծեց, Արմեն, սա քեզ, Մելանյա, արի դու ես այսօր խնդիրը լավ լուծել արագ, սա քեզ, մյուս մասնակիցները, մյուս սովորողները ստանում են երեխաներ նավակներ, թող այս նավակները բոլորիդ տանեն դեպի լավ ճանապարհներով եւ ոչ մի խոչընդոտի չհանդիպեք ձեր կյանքում։ Բոլորը ստանալու են այս գեղեցիկ նավակները։ Ինչ սովորեցինք այսօր եւ ինչներ հետաքրքիր, աղջի, լսում եմ։ Այսօր սովորեցի Տիգրան Պետրոսյանի կյանքը եւ ռազմավարությունը։ Շատ լավ, ինչներ հետաքրքիր, լսում եմ։ Ասա Նատալի։ Ինչ է հետաքրքիր է այն փաստը, որ Տիգրան Պետրոսյանը 10 տարի անընդմեջ եղել է աշխարհի չեմպիոն։ Շատ լավ, ապրեք։ Այսքանով ավարտում ենք մեր դասը Տիգրան Պետրոսյանի մասին։ Բոլորին ցանկանում եմ, որ ձեր կյանքում միշտ առաջ գնաք, ինչ դժվարություններ որ հանդիպեք, կյանքում երբեք չհանձնվեք երեխաներ։ Ինչպես Տիգրան Պետրոսյանը լավ, բոլորին ցանկանում եմ մեծ ապագա։ Իսկ եթե հաջողվի դառնալ չեմպիոն, ինչպես Տիգրան Պետրոսյանը, մեր երկիրը ներկայացնեք ամբողջ աշխարհին։ Տեսություն։